Հրապարակ օրաթերթը գրում է, մանդատ ստանալու համար հայտ ներկայացրած ԿՊԱ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն, այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը եւ հնարավոր է գիշերը հրապարակեն ԿՊ նախընտրական նախնական ցուցակը։ Իրավունք թերթը գրում է, Տիրադավ եպիսկոպոսների տանն ընկած կռիվը գնալով ավելի է լրջանում, բանն այն է, որ ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների նրանք սկսել են իրար կասկածել։ Ժողովներին նավասարդարք եպիսկոպոս Կջոյանի հրամանով մինչև տեղը տեղին չեն ստուգվում, չեն մտնում քննարկումների, սկսել են իրենց մեջները կռիզների ման գալ։ Առաջին կասկածյալն ընդ որում Արցախի թեմի առաջնորդ Վրդանես Սրբազանն է։ Հրապարակ թերթը գրում է, վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։ Իհարկե, անձի ազատության առումով տնային կալանքը ոչնչով չի տարբերվում, անգամ ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը, որովհետև լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների հաղորդակցության նկատմամբ, սակայն հանրային ընկալման մեջ դա դրական փոփոխություն է, մարդը գոնե իր տանը կլինի պատճառաբանությամբ։ Որոշ տեղեկություններով քաղբանտարկյալների նկատմամբ այս մեծահոգությունը իշխանությունը սիրահորժար չի անում, այլ որոշ ճնշումների ազդեցությամբ։ Վերջին շրջանում ընդդիմությունը հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար, նամակ բողոքներ են հղում տարբեր կառույցների եւ դա որոշակի ազդեցություն է ունեցել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա։ Նիկոլ Փաշինյանի հիմնած Վարչաբենդ խմբի առաջին համերգը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկանում է, որ համերգային միջոցառման համար ընդհանուր ծախսվել է 8.520.000 դրամ։ ԿՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պատասխանելով Ժողովուրդ օրաթերթի հարցմանը հայտնել է. Վարչաբենդ խմբի հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման ողջ ծախսերը հոգացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ներկայացնում եմ ծախսերը ստորև, տարածքի վարձակալություն 2.500.000 դրամ, բրենդավորում, ձևավորում, ատրիբուտիկայի գնում 4.900.000 դրամ, գործիքավորում, երաժիշտների եւ դիջեյի վարձատրություն 1.120.000 դրամ, ընդհանուր 8.520.000 դրամ, ասված է հարցման պատասխանում, սա ԿՊ-ի պաշտոնական պատասխանն է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության փաստի արդիվ քրեական գործը հարուցվել է 25/12/2009 թվականին Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից, 28/12/2009 թվականին որոշում է կայացվել Ավետ Կոնջորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է խարդախություն առանձնապես խոշոր չափերով։ Դատարանի վճռով արձանագրված է, որ մեղադրյալները գործել են նախնական պայմանավորվածությամբ եւ խաբեությամբ հափշտակել են տուժողի գումարները։ Մասնավորապես դատական ակտում նշվում է, որ գումարը պահանջվել է բնակարանի վաճառելու պատրվակով եւ չարաշահելով ԱՄ Մկրտչյանի վստահությունը։ Մեղադրանքը ոչ միայն առաջադրվել է, այլև ամբողջությամբ ընդունվել է ամբաստանյալ Կոնջորյանի կողմից։ Իրավունք թերթը գրում է, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատանը փետրվարի 10-ին տեղի ունեցած դիվանագիտական աշխատուղի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հասարակական եւ քաղաքական գործիչների Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հատկանշական է, որ նման ընդունելությունների ժամանակ որպես արարողակարգային կանոն դեսպանի ողջույնի խոսքին հաջորդում է Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի կամ արտգործնախարարության ներկայացուցչի շնորհավորական խոսքը։ Մինչդեռ հանդիսավոր ընդունելությանը ներկա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ մնացական Սաֆարյանն այդպես էլ մեկ բառ անգամ չասաց։ Հավանաբար փոխնախարարը դեռ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի տպավորությունների տակ էր եւ չգիտեր, որ Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցած ընդունելությունից ընդամենը ժամ էր անց Նիկոլ Փաշինյանը հանրայինի եթերում պետք է հայտարարեր, որ ջերմ հարաբերություններ ունի Պուտինի հետ։ Հրապարակ օրաթերթը գրում է, գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը նախընտրական ակտիվ աշխատանքների մեջ է, բոլոր համայնքներում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, թիմ հավաքում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել, ինչը խիստ անհանգստացնում է իշխանություններին։ Ուժեղ Հայաստանի դեմ ագրեսիվ հակակարողություն իրականացնելու զատ իշխանական պատժիչ մեքենան է նաև գործի անցել։ Տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր օղակներից փնտրում գտնում են բոլոր այն սեփականատերերին, որոնք վարձակալությամբ գրասենյակներ, տարածքներ են տրամադրում Կարապետյանի թիմին։ Համագործակցում են նրանց հետ եւ փորձում են ճնշումներ բանեցնելով ստիպել, որ հետ կանգնեն նոր քաղաքական ուժի հետ համագործակցելուց։